Իզիալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Գյումրիի համայնքում մարտի 30-ին նախատեսված են ավականու արտահերթ ընտրություններ։ Մարտի 15-ին մեկնարկել է քարոզարշավը, այն ավարտվելու է մարտի 28-ին։ Այս քաղաքական պայքարին մասնակցում է 9 կուսակցություն եւ դաշինքներ։ Եվ այս քննարկմանը մասնակցում են ընտրություններին մասնակցող Եվրադաշինքի ներկայացուցիչները, թույլ տվեք նրանց ներկայացնել։ Եվ այսպես, Եվրադաշինքի ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը, այստեղ են Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Մենք ձեզ ողջունում ենք Գյումրիից։ Բարև ձեզ, պարոնայք։ Եվ այսպես, պարոն Բարսեղյան, քննարկումը մեկնարկենք տրամաբանորեն ձեզանից։ Դուք նաեւ ավականում Գյումրիու փորձառություն եք ունեցել եւ հիմա մասնակցում եք Եվրադաշինքի ցուցակով այս ընտրություններին։ Եվրադաշինքի կարծում եմ ձևավորման պատմությունը արդեն բոլորին հայտնի է, նախ Եվրաքվե նախաձեռնությունը, ժողովրդավարական քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դուք էլ ակտիվ մասնակիցներից մեկը եւ ահա այն հանգում է քաղաքական կոնկրետ process-ներին մասնակցության հայտով։ Նախ Եվրադաշինքի ձևավորման, Գյումրուն դրա անհրաժեշտության, տարբերությունների եւ, այսպես ասենք, նորարարության տեսանկյունից ինչ է տալիս այն եւ ինչպես է անդրադառնում հենց ձեր վրա։ Ես նշեցի դուք նախկինում փորձառություն ունեցել եք։ Շնորհակալություն։ Բանն այն է, որ երբեմն մտածում եմ, թե եթե ես չունենայի այդ փորձառությունը, ինչքան դժվար պիտի լիներ հիմա, դա մի մեծ ուժ ու զորություն եւ առավելություն է ըստ երևույթին նման քաղաքական պայքարի մեջ մտնելիս։ Երկրորդ հանգամանքը, որ հատկանշական էր որոշում կայացնելիս, երևի թե վերջին 6 տարվա մտահոգությունս է, թե արդյոք Հայաստանի քաղաքական ներկա բնակի մեջ ներկա նախքին այդ փակուղին վերջ ունենալու է, թե որ չկարելի է արդյոք անել այնպես, որ հանրությունը դատապարտված չլինի ընտրելու կամ ներկաների կամ նախկինների միջև եւ ես ամեն ջանքներ դրել եմ, որքան կարողացել եմ այնպես անել, որ Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ծագումով մաքուր են, պատասխանատվություններ չեն ունեցել երկրի ավերակման, ասպատակման ու թալանի հետ կապված, եւ ունեն նպատակներ առաջադեմ Հայաստան ունենալու ընդհանուր առմամբ, այդ ուժերը ունենան որոշակի դերակատարություն, կարողանան վերջապես մարդկանց իրական շոշափելի այլընտրանք առաջարկել եւ համապետական մակարդակով եւ իհարկե տեղական ընտրությունների մակարդակով այդտեղ շատ մտածելու կամ ընտրելու բան էլ չի եղել, գործընկերներից առաջարկը եղել է, պիտի ասեմ, որ ուրիշ կուսակցություններից էլ են եղել, քննարկել ենք, հասկացել ենք, որ այս դաշինքը հասունացած է եղել, եթե կարելի է այդպես ասել, որը ինչպես ասացիք, բխել է նաև Եվրաքվեի նախաձեռնությունից, եւ համաձայնությունը կայացել է առանց ինչ-որ մի խորտուբորտությունների։ Եկել հանգել ենք այդ եզրակացության, որ Եվրադաշինքը ներկայանում է 3 կուսակցություններով, իրենց քաղաքի ուրեմն անդամներով եւ իմ ու իմ գործընկերների այսպիսի մի համախմբությամբ, որը ներկայանում է 25 ավականու տեխնացուներով։ Ես էլ համայնքապետի տեխնացուն եմ, ինչպես ասացիք։ Այնպես որ սա ամենաողջամիտ ելքն է նման գաղափարների արձարծման եւ իրականացման համար ըստիս։ Ցանկացած ընտրության ժամանակ հիմա մենք բնականաբար ոչ միայն, այսպես ասեմ, ներքին հարցեր ենք քննարկում, այլ նաև այդ ընտրություններում կարմիր թելով անպայման անցնում են նաև անվտանգային խնդիրները, Հայաստանի շուրջ օրորի փոխվող իրավիճակը, միջազգային իրադրությունը, ընդամենը օրերս Հայաստանը համաձայնություն տվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստին, որը էլի բուռն քննարկումների եւ ոչ միանշանակ ընկալումների տեղիք է տվել։ Անվտանգության խնդիրներ, Գյումրիի համայնքին բնորոշ խնդիրներ եւ այլն, մինչ սրանց գալը էլի շարունակենք ձեզանով, որքան էլ որ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմնում քաղաքական process-ի հետ, սակայն այսպես ասենք նրա հանրապետական նշանակությունը ինչով եք դուք պայմանավորում, լինելով հենց Եվրադաշինքի տեխնացուն։ Չեմ ուզում քերակնահատել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությունը, բայց հաշվի առնելով մի քանի հանգամանք,
ուզած դա կարևորվում է։ Այս ընտրությունները արտահերթ են, անսպասելի էր գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար եւ մասնավորաբար իշխող քաղաքական ուժի համար։ Այս ընտրությունները նախորդում են ազգային ժողովի ընտրություններին 1 տարի առաջ, սա այն ժամանակահատվածն է, երբ բոլոր հետաքրքրված քաղաքական ուժերը այսպես կամ այնպես սկսելու են իրենց արշավը մեղմ, ուժեղ, կոշտ եւ այլն տարբեր մեթոդներով մինչեւ կգա կհասնի բուն ընտրությունների քարոզարշավը։ Իհարկե վերջին օրերի այդ լուրը, թե խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդուբորդությունները կամ անհարթությունները վերացվել են, բոլորս ենք տեղյակ։ Ես չեմ համարձակվի որակյալ դատողություններ անել, մինչև այդ փաստաթղթի տեսքին չծանոթանամ։ Բաներ կան, որոնք ինձ մտահոգում են, իհարկե, բաներ կան, որոնք ինձ համար ընդունելի են, բայց այդուհանդերձ պիտի շեշտեմ, որ մինչև փաստաթուղթը չտեսնենք, ես կդժվարանամ իմ դատողությունները անել ըստ էության։ Եվ կուզեմ նաև հասկանալով, որ այնուամենայնիվ թիմ ընտրությունները ինչ որ կերպ շահկապված են ազգային ժողովի ընտրությունների հետ, էական է նկատել, որ չպիտի գերակնահատել Գյումրիում ավականու ընտրությունների քաղաքական տերն ու նշանակությունը։ Մի բան ակնհայտ է, որ այստեղ հնարավոր լինելիք շրջադարձից կամ անսպասելի իշխանության համար անսպասելի արդյունքից արդեն սպասելի արդյունքներից, երբ կարող է քաղաքացիական պայմանագիր այստեղ չլինել իշխանություն, զգալի բան է պայմանավորում հետագա 1 տարվա համար, այնպես որ սա շատ վճռական մի փուլ է, մի կողմից ներկա նախքին այդ կեղծ դիլեմի կամ կեղծ անայլընտրանք իրավիճակի հետ կապված, մյուս կողմից քաղաքացիներին իսկապես այլընտրանքի հնարավորություն առաջարկած լինելու հանգամանքի բերումով։ Մենք իսկապես մարդկանց առաջարկում ենք լուծումներ, որոնք շատ վաղուց մշակված եւ մտածված են եւ որոնք իրատեսական են, որևէ ֆանտաստիկ բան չկա մեր առաջարկների մեջ։ Այստեղ եթե թույլ տվեք կանխատեսել, եթե քաղաքացիական պայմանագիրը պարտվում է կամ չի կարողանում ստանալ քաղաքական մեծամասնություն կամ կոնե գործադիր իշխանություն, սա զգալի չափով ազդելու է իր քաղաքական վարքի վրա, հանրային տրամադրությունների վրա, մարդիկ տեսնելու են, որ այ մարդ դու մի ասա այդպես բան չէր, վիճակը անհուսալի չէր, թե մեր ընտրությունը ներկան ու նախկին էր ընդամենը։ Հիմա հանրությունը իսկապես ընտրության հնարավորություն ունի։ Հազար ու մի խաղացողներ կան, երբևէ որևէ մեկը հետո չի կարողանալու ելնել ասել, այ մարդ ընտրություն չունեինք, չգնացինք ընտրությունների։ Եվ Եվրաքվեն ձևավորվեց մի ժամանակաշրջանում, երբ էլի շատ հաճախ խոսում էինք ընտրության բացակայության մասին, խոսում էինք, հեսա լինելու են համապետական ընտրություններ, մենք էլ ինչպես դուք եք նշում, նախկին ներկա տրամաբանության մեջ ենք լինելու կամ առհասարակ Հայաստանի հետագա ապագայի զարգացման տրամաբանության մեջ ձևավորվեց ներկայացնելով հենց այդ այլընտրանքը։ Այն գնաց նաև հասավ խորհրդարան, այսինքն սկսեց ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվել եւ հիմա այն քաղաքական կուսակցությունների կողմից ձևավորված քաղաքական դաշինքով մասնակցում է Հանրապետության երկրորդ քաղաքի արտահերթ ընտրություններին։ Եվ ինչպես օրինակ անվտանգային խնդիրները հիմա Հայաստանում չեն վերաբերում զուտ սահմանային միայն բնակավայրերին, այլ մեր ամբողջ տարածքին է վերաբերում, այնպես էլ եթե իհարկե կա այդպիսի զուգահեռ հնարավոր է անցկացնել, պարոն Սարգսյան, այս ընտրություններին հենց Եվրաքվեի սկզբնավորման, արդեն Եվրադաշինքի ձևավորման կոնկրետ մասնակցության իմաստով, հա, լայնության, ընդգրկունության, բովանդակության, այդ անայլընտրանքայնության տրամաբանության մեջ ձեր կարծիքը։ Նախ դաշինքը ինքը հիմնավորում է, որ ընտրություններին մենք գնում ենք գաղափարական նույնանման մոտեցումներ ունենալով։ Այսօր Գյումրիում բազմաթիվ տեխնացուներ են առաջադրվել եւ գաղափարական մոտեցման առումով 1-2 տեխնացուի կարող ես ասել, թե ինչ գաղափարական մոտեցում ունեն եւ անվտանգային խնդիրների լուծումը ինչպիսին են տեսնում։ Մասնավորապես մեր գաղափարական մոտեցման եւ անվտանգային մեր գաղափարական մոտեցումը անվտանգային լուծումների առումով մենք ներկայացրել ենք եւ ոչ հեռավոր անցյալում էր, որ այս նույն հրապարակում բաժանում էինք բուկլետներ Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացնելու առումով։ Կա նաեւ իշխանություն եւ իշխանության
տեխնացու, որը մասնակցում է Գյումրիի ընտրություններին, եւ իրենք ասում են, որ իրենք բալանսավորման կողմնակից են բազմաբևեռ քաղաքականության, ինչ որ առումով նաեւ տարածաշրջանային քաղաքականության։ Մնացած տեխնացուները գաղափարական հենքով չեն մասնակցում, հետեւաբար անվտանգային խնդիրները իրենց ընտրական գործընթացում որևէ կերպ չեն ասոցացվում, այդ ասոցացվում է զուտ Գյումրիի ընտրության կամ Գյումրիին կառավարելու մեջ, որը ես համարում եմ, որ քաղաքական պրակտիկայի առումով անցյալի մնացորդ է, ինչու, որովհետև ծնվում են ամեն օր ծլում են կուսակցություններ, կամ այդ կուսակցությունները կան ու իրենք հանդես են գալիս միայն ընտրությունից ընտրություն, մինչև ընտրություններ աշխարհում ջրհեղեղներ են լինում, Ուկրաինայում պատերազմներ, Իրանում ռմբակոծություններ, այս կուսակցությունները ոչ տեսակետ ունեն, ոչ ասելիք ունեն, ոչ մոտեցում ունեն, Հայաստանում հանրահավաքներ են, Լեռնային Ղարաբաղում բռնի տեղահանություն է, էլի այս մարտիկ չկան, բայց այսօր իրենք տեխնացիով են հանդես գալիս, պարզվում է իրենք կուսակցություն են, այդ կուսակցությունը անուն ունի եւ այս կուսակցությունների աճուրդի այս սկզբունքը, որը նոր քաղաքական մշակույթում չպիտի լինի։ Հետևաբար ես գտնում եմ, որ այ Եվրոկվեի մասնակցությունը, այո, ինքը նաև քաղաքական որոշակի ընդհանրություն է, քաղաքական որոշակի տրադիցիա է բերում ընդհանրական քաղաքական դաշտին, որ եթե քաղաքական դաշինքներ են ձևավորվում, ապա դրանք պիտի ունենան գաղափարական հենք, որով ցույց են տալիս, թե Հայաստանի ապագան որտեղ է լինելու։ Ես օրինակ վստահ ու համոզված ասում եմ, որ 10 տարի հետո մենք ունենալու ենք բացարձակ այլ Գյումրի, եթե խնդիրները գնա այն ճանապարհով, որ առաջարկում է Եվրոկվեի անդամ այս քաղաքական կուսակցությունները, որոնք որ տեսնում են, ունենալու ենք բացարձակ այլ որակի ու մակարդակի Գյումրի եւ գյումրեցու տնտեսական կենսամակարդակը կրկնակի ավել է լինելու Երևանի տնտեսական մակարդակից։ Ինչու եմ այդպես մտածում, կա պարզ օրինակ Վրաստանում, Բաթումի եւ Թբիլիսի օրինակ կրկնակի ավել է։ Այսինքն Գյումրին առանց ծովի սահման է, որը կապում է Ասիան, Հնդկաստանից սկսած, Չինաստանից սկսած, ել չեմ ասում Միջին Ասիական հանրապետություններին, ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա։ Ցամաքային այլ ճանապարհ գոյություն չունի, Վրաստանով ճանապարհը գնում է հասնում է ծովին։ Վերջ։ Այսինքն ցամաք, ծով, հետո նորից ցամաք։ Հիմա աշխարհը, թե Միացյալ Նահանգները, թե Չինաստանը աշխատում են գործել ցամաքով։ Իսկ ցամաքով գործելու այլընտրանք ճանապարհ քանեստեղով գալը գոյություն չունի, որովհետև եթե այլընտրանք ստեղծեն, որ Նախիջևանից Մեղրիով գնաց կմտնի Նախիջևան ու Նախիջևանից Թուրքիա, իրենք եւս 220 կիլոմետր երկաթգիծ պիտի սարքեն, այն դեպքում, որ այդ երկաթգիծը այստեղ սարքած կա, Երասխավանից մինչև Ախուրյան այդ երկաթգիծը գործում է, եւ որևէ մեկը, երբ որ պատրաստին կա, անիմաստեղը գումար չի դնի։ Հետևաբար ես կարծում եմ, որ նաեւ քաղաքական հեռանկարի առումով թե Եվրոկվեին, այստեղ Գյումրիում հաղթանակ է պետք, եւ իմ կարծիքով թե Գյումրիին է պետք, որ Լևոն Բարսեղյանը հաղթանակի, որովհետեւ Լևոն Բարսեղյանը ամբողջությամբ պատրաստ է Գյումրիի քաղաքապետ լինելու, եւ թե Եվրադաշինքին է անհրաժեշտ, որ Լևոն Բարսեղյանը հաղթե, որովհետեւ արժևում 26 թվականի ընտրություններ են, կա Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագիր, որը Եվրոդաշինքը ներկայացրել է, եւ մենք այդտեղ որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը եւ տնտեսական բարեկեցությունը։ Պարոն Բաբաջանյան, մենք որքան էլ փորձենք մեր քննարկումներում զերծ մնալ այդ տրամաբանությունից, ինչպես շատերը բնորոշում են որևէ տեղ չտանող նախկիններ, ներկաներ եւ այլն այս հակադրությունից, այնուամենայնիվ չենք կարող, քանի որ հենց քաղաքական թեկուզ Գյումրիում դերակատարներ են դարձել, այս քաղաքական գործընթացի մաս են կազմել, այո, եւ ներկաները, եւ նախկինները, եւ երկու կողմն էլ, այսպես ասենք, հələ քարոզարշավը չմեկնարկած, այն արդեն մատնանշում էին,
որ տանելու են հենց այդ հակադրության տրամաբանության մեջ, ինչպես սովորաբար եղել էր նաև նախորդ համապետական արտահերթ ընտրությունների ժամանակ։ Եվրադաշինքը ինչ ճանապարհով է գրում, ինչն է հակադրվում կամ ինչը ինչի հետ է համադրվում։ Նախ շարունակելով պարոն Սարգսյանին, ուզում եմ հատուկ ընդգծել, որ Գյումրեցու ընտրությունը միայն Գյումրիին չի վերաբերելու, մեծ հաշվով Եվրադաշինքին ձայն տալով նրանք մեծ նշանակություն են տալու եւ իրենց քվեն մեծ նշանակություն է ստանալու համապետական իմաստով։ Առաջին անգամ ըստ էության Եվրադաշինքի մեր քաղաքական ուժերի այս ֆորմատով մասնակցությունը տեղական ընտրություններին եւ հենց Գյումրիում, որը շատ նշանային է, այստեղ մեր հաջողությունը կարող է ունենալ շատ լուրջ ազդեցություն առհասարակ Հայաստանի Եվրոպական միության անդամակցելու գործընթացի վրա։ Այնպես ինչպես մեր Եվրաքվեի նախաձեռնությունն էր մեծ անվտանգային նշանակություն, հենց քաղաքական իմաստով ինչ ազդեցություն ունեցավ դա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, թե ինչպես դա որպես դիվանագիտական կապիտալ Հայաստանը կարողացավ օգտագործել եւ վստահ եմ, որ առաջիկա գործընթացները ազգային ժողովում ընդունումը երկրորդ ընթերցմամբ եւ օրենքի ուժ ստանալը եւս շարունակելու է այս գործընթացը։ Կարծում եմ, որ Գյումրիի ընտրությունները այդ իմաստով կարող է միայն օգնել եւ նպաստել, որպեսզի Հայաստանի Եվրոպական միության անդամակցության հեռանկարը շատ ավելի հաստատուն եւ շատ ավելի հիմնավոր քայլերով առաջ գնա։ Սրան ձեր հարցմանը, ձեր հարցադրմանը անդրադառնալիս ուզում եմ, որ մենք արտաքին քաղաքական շլեյֆը կրկին այդտեղ տեսնենք, որտեվ ըստ էության նախկիններ, որ դուք ասում եք, այդ քաղաքական են ուժերն են, ովքեր Հայաստանի առաջընթաց, Հայաստանի զարգացում եւ Հայաստանի Եվրոպական միության անդամակցելու հստակ դիրքորոշում ունեն։ Նրանք դեմ են ընդհանրապես այդ հեռանկարներին եւ այս իմաստով այս ընտրությունը այդքան էլ նախկին ներկայի հարց չի։ Սա Հայաստանի ընտրության հարց, Հայաստանի ապագայի հարց, Հայաստանի անվտանգության հարց է։ Եվ ես կարծում եմ, որ վերջին տարիների իրադարձությունները, որոնք շեշտակիորեն փոխել են գյումրեցիների տրամադրությունը արտաքին քաղաքական դերակատարների, մեր այսպես կոչված դաշնակիցների եւ այլն մասին, ուղիղ անդրադարձ է ունենալու այս ընտրություններում եւ այս ընտրությունները եւ ընտրություններում արձանագրված արդյունքը շատ մեծ նշանակություն է ունենալու հետագա զարգացումների վրա։ Եվ այդ իմաստով իհարկե տեղական նշանակության հարցերը պիտի գերակայեն, բայց ինքնին հասկանալի է, այստեղ կա Եվրադաշինք, որը հստակ օրակարգ ունի եւ պատկերացում մեր երկրի զարգացման, մեր երկրի առաջընթացի, անվտանգային խնդիրների, ռազմաքաղաքական դաշինքների եւ դա մենք չենք կարող համատեքստից կտրել։ Եվ ինչպես պարոն Սարգսյանը ասեց, Գյումրին այդ իմաստով Եվրոպական միությանը մերձենալու ամենամոտ սահմանն է։ Հետևաբար, այո, հյուսիսային մայրաքաղաք է Գյումրին, բայց արևմտյան դուռն է Հայաստանի։ Եվ իհարկե մենք կարծում ենք, որ հայ-թուրքական սահմանը բացվելու հետ Հայաստանի Եվրոպական միությանը մերձենալու հնարավորություններն ու կարողությունները ավելի են մեծանալու եւ այդ կարողությունները, այդ ամբողջ շրջանառությունը հենց Գյումրիով է տեղի ունենալու եւ մենք նաեւ ուզում ենք այս հեռանկարների մասին խոսել, որովհետեւ տեղական նշանակության հարցերը մենք չենք կարծում, որ կարելի է կտրել ընդհանուր համատեքստից եւ երկրի զարգացման համընդհանուր զարգացման տրամաբանության մեջ միայն կարող ենք ակնկալել, որ Գյումրին կունենա թռիչքաձև աճ։ Իսկ այդպիսի աճ հնարավոր է, եթե Հայաստանը ուրեմն ավելի ու ավելի ձգտի եւ իր հեռանկարը տեսնի այն միության մեջ,
որի օգտին մենք ունեցանք 60,000 ստորագրություն, այդ հարցով մտանք ազգային ժողով եւ հույս ունենք, որ կկարողանանք այդ օրակարգը առաջ մղել։ Պարոն Խզմալյան, ինչպես պարոն Բաբաջանյանը նշեց, տեղական նշանակության են, բայց դե բնականաբար արտաքին գործոնները եւս պետք չի բացառել, առավելևս երբ դաշինքի անունը ինքնին խոսուն է, հա, Եվրադաշինք, Գյումրիում։ Հիմնականում դաշինքը ձևավորող կուսակցություններին եւ հենց դաշինքին նաեւ շատ հաճախ քննադատում են, որ դուք հանրապետության երկրորդ քաղաքում, որտեղ տեղակայված է Հայաստանի Հանրապետության անվտանգային առանցքային գործոններից մեկը, խոսքը ռուսական ռազմաբազայի մասին է կամ ռուսական ռազմական ներկայության մասին է ավելի լայն իմաստով, ապա նշում են, որ այստեղ նման, այսպես ասենք, հակադրությունների կարիք չկա, հա։ Եվ հենց կամ հակադրություն կամ համադրությունն էլ այս դեպքում կիրառեմ, որովհետեւ Հայաստանի ներկայիս ворթեգրած քաղաքականությունը հենց համադրելիության տրամաբանության մեջ է, հա, չմերժելու տրամաբանության մեջ է։ Այս իմաստով ձեր գնահատականը, մոտեցումները։ Համադրելիությունը սպառված է։ Ինչպես մեր լավ բարեկամ վանաձորցի մեր գործընկեր Արտուր Սաքունցն ասաց, Եվրոքվեի ու Եվրադաշինքի ստեղծմամբ բոլոր ներկաները դարձան նախկին։ Գյումրին այս առումով ունի առանցքային նշանակություն եւ դա երևում է քաղաքի անվանումների փոփոխության մեջ։ Բոլորին պատահական չէր, որ ռուսական ցարական Ռուսաստանը անվանում էր Գյումրին թագուհու, այսինքն թագավորի կնոջ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Դա հենց այդպես չէր, դա խորհրդանիշ էր։ Պատահական չէ, որ Լենինի սովետական այդ կուրքի անունով վերանվանվեց սովետական Ռուսաստանի կողմից նույն քաղաքը։ Հիմա մենք վերադարձանք Կումայրի մեր հնագույն հաղթանակի սկյութերի նկատմամբ տարբերակի, որի մասին հայերը արդեն մոռացել են։ Այսինքն այդ սահմանային նշանակությունը եւ խորհրդանշական իմաստը Գյումրին կրում է գիտակցաբար կամ ենթագիտակցաբար։ Գյումրին գտնվում է աշխարհի ամենահին փակ սահմանի գլխին։ Աշխարհում չկա ավելի հին փակ սահման, քան այս նախկինում ռուս-թուրքական, օսմանական, հետո սովետա-թուրքական ՆԱՏՕ-ի հետ սահմանը։ Հիմա այդ սահմանը բացման շեմին է եւ տեսեք մենք ենք առաջնորդում այստեղ, որովհետեւ Թուրքիան նոր մի քանի օր առաջ ձևակերպեց իր ռազմավարական նպատակը մտնել Եվրոխորհուրդ Էրդողանի խոսքերով։ Ընդամենը 2-3 օր առաջ։ Մենք դա ձևակերպել ենք տարիներ առաջ եւ 1 տարի առաջ արդեն բերել ենք կառավարության քննարկմանը։ Այսինքն Գյումրին ազգի անվտանգության խորհրդանիշ է միշտ եղել եւ կմնա։ Եվ ահա այստեղ է, որ մեզ համար ինչն է կարևոր։ Գյումրին կարծես թե տասնամյակներով սովետական շրջանում կրում էր իր վրա, իսկ հետո հետ խորհրդային շրջանում անվտանգության խորհրդանիշի իմաստը այստեղ ռուսական բազա է։ Հիմա այդ նույն բազան դարձել է ոչ թե անվտանգության, այլ սպառնալիքի գլխավոր աղբյուր։ Այո, եւ հիմա այն ռազմավարական, աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական ընտրությունը, որը կատարում է ողջ հայ ժողովուրդը, եւ ոչ միայն Հայաստանում եւ Սփյուռքում, կենտրոնացված է Գյումրիի վրա, որտեղ ռուսական բազան, որը չափանիշն է մեր անկախության, եւ մենք անկախ չենք, քանի այդ բազան այստեղ է, պետք է փոխարինվի այլ երաշխիքներով, եւ այդ երաշխիքները մենք ենք բերել։ Դա Եվրամիությանը, ընդ որում այն Եվրամիությանը, որ այլևս ու վաղուց արդեն առևտրային ակումբ չէ, որը ռազմաքաղաքական դաշինք է, որը 800 միլիարդ եվրոյի ծախսեր է պատրաստում անել անվտանգության համար, եւ մենք այդ անվտանգության համակարգի մասը պետք է կազմենք շտապ, այսինքն համալդրել դա կամ հակադրել, ինչպես անում են նախկինները ու ներկաները, դա պարզապես անհեթեթ է։ Միմիայն այլընտրանք չունեցող այս ճանապարհն է, որով գնում է Հայաստան եւ հենց Գյումրիից է սկսվում այս ճանապարհը, որովհետեւ դա իսկապես արևմտյան դարպասն է։
դեպի ոչ թե դեպի Թուրքիայի միջալյուց, այն ճանապարհը, որով Եվրոպա մտնելու կարող է անցնել Թուրքիայի սահմանով, կարող է եւ չանցնել Վրաստանն էլ, միևնույն է վերևից մենք Վրաստանել ենք հասնելու Շիրակով, Գյումրիով։ Այդպես որ ես համամիտ եմ իմ գործընկերների հետ, Գյումրին է առանցքը, եւ մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի պատրաստված, այսպիսի քաղաքականապես եւ քաղաքական առումով, քաղաքացիական առումով հասուն, պատրաստված եւ եզակի տեխնացու ինչպիսին է պարոն Բարսեղյանը։ Պարոն Բարսեղյան, պարոն Խզմալյան ասում է, որ ուշադրության հետաքրքրության կենտրոնը Գյումրին է, տեսեք, հետևելով նաև մյուս տեխնացուներին, հա, հիմնական դերակատար ու մասին մամուլը պարբերաբար գրում է անընդհատ, հիմնականում եւ հետևելով ձեր ելույթին, դուք չեք օգտագործում այնպիսի մոտեցումներ, օրինակ, ինչպես չգիտեմ, որ Գյումրին դա ճիշտ քաղաքն է, Գյումրեցին այսպիսի մարդն է, որը պետք է դառնա այստեղ ապրողների քաղաքական ընտրության աղբյուր, այսպես ասած, կամ չեք ասում, որ դուք սարիպես Գյումրու թիկունքին կանգնած եք ու նման բաներ։ Որն է առանձնահատկությունն է, որն է մեխը, որը գյումրեցիներին տանելու է այդ քաղաքական ընտրությունը կատարելու, հա, որքան էլ մենք դուրս թողնենք, որ այս կամ այն ուժի, դաշինքի կամ տեխնացուի խոսույթը կամ քարոզչությունը ծավալվում է, այսպես ասենք, գուցե մանիպուլյացիաների, գուցե էմոցիաների վրա, հուզականության վրա ազդելու տրամաբանության մեջ։ Կա այն ինչ կա, ձեր առանձնահատկությունը, դաշինքի առանձնահատկությունը որն է, որը գյումրեցուն պիտի տանի այդ քաղաքական ընտրությանը։ Շնորհակալություն։ Կարծում եմ արժե համակարգի հարց է, ով ինչպես է մոտենում, առավել եւս խմբային արժե համակարգի հարց է։ Սահմանադրականության տեսանկյունից ամեն մեկը իրավունք ունի քարոզարշավին մասնակցել իր գաղափարներով, իր արժեքների արձարծմամբ։ Ես մի քանի անգամ իհարկե մեջ բերել եմ, նորից ասեմ, ուրեմն, հա, կարելի է իհարկե գրել մեկ, ուրեմն, բուկլետի մեջ գրել, որ մեռնեմ քաղաքի իշճանին, Ղուրբան եղնիմ քաղաքին եւ այլն եւ ով վերջ ասել, ես ենք ժողովուրդ ջան, եթե սիրում ես քաղաքը, ընտրում ես ինձ, եթե սիրում ես ինձ, ընտրում ես ինձ եւ այլն։ Մեր մոտեցումը անհամեմատ հասարակ է։ Ուրեմն ես եւ մեր թիմը քաղաքային իշխանություն ընկալում են որպես քաղաքացիներին ծառայություն մատուցելու մեխանիզմ։ Վերջացավ։ Ոչ մի բարդ բան տեղ չկա։ Ուրեմն այդ մեխանիզմները սահմանված են գործող օրենսդրությամբ։ Մենք էլ ի տարբերություն շատերին ըստել ուսումնասիրել ենք այդ գործող օրենսդրությունը։ Եվ մեր լիազորությունների շրջանակներում նախատեսում ենք մարդկանց ծառայություններ մատուցել։ Ի տարբերություն շատերի մենք գիտենք այդ ծառայությունների շրջանակը, շատերը չգիտեն։ Շատերին թվում է, թե քաղաքային իշխանությունը կարող է անել շատ մեծ բաներ, որոնք իրականում իրավունք չունի, օրենքով չկան դրանք։ Այսինքն օրինազանցություն են խոստանում նույնիսկ երբեմն։ Հա, եւ գիտեք, դժբախտաբար հասարակության մեջ կան խմբեր, մարդիկ, իրենց մեղքով կամ առանց իրենց մեղքի իրենք էլ տեղյակ չեն, թե օրենսդրությամբ ինչ կարող է անել քաղաքային իշխանությունը, որպեսզի այդ խոստումները կամ լուրջ ընդունեն, կամ անլուրջ ընդունեն։ Սա աշխատանք է ուզում իհարկե մարդկանց բացատրել, ոչ միայն ընտրությունից ընտրություն կամ քարոզարշավի շրջանակներում, այլ ընդհանրապես, ինչը մենք արել ենք այս տասնամյակների ընթացքում հարյուրավոր ուսուցողական միջոցառումներ են արել եւ առերես քննարկումներով եւ հաղորդումների եւ բաների միջոցով, որպեսզի գոնե նոր աճող սերունդը հասկանա, թե ինչ կարող է սպասել քաղաքային իշխանությունից եւ ինչ է որ իմաստ չունի սպասել, որովհետեւ չի կարող քաղաքային իշխանությունը նման բան անել։ Ասենք որոշել, որ Գյումրին կարող է ավականին հրճակել տնտեսական ազատ գոտի։ Այքես բան, այսինքն հասարակ տրամաբանություն է պետք, չէ՞, եթե որևէ համայնքի ավականի կարող է հրճակել քաղաքը որպես համայնքը տնտեսական ազատ գոտի, ուրեմն նման իրավունք ունեն ըստ երևույթին մնացած բոլոր համայնքները, այդ դեպքում ներողություն։ Հարկերը ինչպես են կոյանում պետական բյուջեում եւ այլն, հա։ Սրանք անընդհատ կարիք ունեն ուսուցանման եւ սա վերջ չունի, ես էլ հետաքրքիր էլի, հա, երբևէ չի լինելու մի ժամանակահատված, երբ մենք մեր ընկերները, գործընկերները համարեն, որ վերջ, այլևս հասարակությունը ուսուցանված է, այլևս կարիք չունի լրացուցիչ գիտելիքների։ Երբ այդպես լինում է, տեղի ունենում շատ տարօրինակ ցնցում, պոպուլիզմը երկրում կամ քաղաքում սկսում է հաղթել։ Մենք ուզում ենք մարդկանց բացատրել, որ քաղցր խոսքը քաղաքի կառավարում չէ։ Անուշ խոսքը, առավել եւս ընտրակաշառքը կամ փողոցի հարթեցումն ու խճապատումը բոլորովին այն չէ, ինչ տեղական ինքնակառավարման մարմինը պիտի անի նախընտրական շրջանում որպես տեխնացու եղած ժամանակ, հա։ Այս տեսանկյունից շատ լավ գիտենք ինչ կարիքներ ունի քաղաքը,
Շատ լավ պատկերացնում ենք ինչպես կարելի է լուծել դրանք, պատկերացնում ենք, որ լուծումների մի մասը կախված է ուղիղ համայնքային իշխանությունից, առանց արտաքին օժանդակության, վարչարարության բարելավումը։ Ոչ մի կարիք չկա գնալ խնդրել պետությանը, տոնորներին, ասել արի մեր վարչարարությունը բարելավիր, հասարակ բաներ կան, որոնք արագ կարելի է կարգի բերել, եւ իհարկե գիտենք, որ խնդիրների կարգավորման մեջ կան բլոկներ, կան խոշոր հատվածներ, որ առանց արտաքին օժանդակության չի լինի, արտաքինի նկատի ունեմ Գյումրուց դուրս։ Պետական իշխանություն, միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ, պետություններ, քույր քաղաքներ եւ այլն։ Հա, այնպես որ այս ամբողջը հստակ մեր նախընտրական ծրագրի մեջ երևում է։ Այս հնարավորությունը եւ մեզ համար է հնարավորություն մարդկանց առաջարկել մեր ծառայությունը եւ հազար ներողություն քաղաքացիների համար է հնարավորություն։ Մենք ցեզ առաջարկում ենք շատ կոնկրետ խնդիրների լուծումներ։ Մանկապարտեզները Գյումրիում պիտի լինեն անվճար։ Թող մեկը ելնի ասի, որ այս ինչ անհետետ բան եք ասում, ոչ։ Հասարակական տրանսպորտը պիտի գործի առավոտյան ժամը 7-ից իրիկունը մինչև 11-ը կամ 12-ը։ Ով կա սրան հակաճառող, բայ 30 տարում չի հասարակական տրանսպորտը չի գործել ժամը 7-ից 8-ից հետո։ Հա, կամ գծից ելել գնացել են, չգիտեմ ուր պատվեր են ունեցել։ Այս տեսակ բաները քաղաքաշինական խնդիրներն են, то ես իմ թեկահարթակը ինչ մի բարդություն է, որ քաղաքը մայթերին չունենա թեկահարթակներ կամ ունենա այնպիսի թեկահարթակներ, որոնց հաղթահարումը բարդ չլինի։ Ու այսպիսի վստահեցնում եմ ձեզ 1000-ից ավելի խնդիր ունենք ցանկագրած, որոնք հեշտությամբ կարող են լուծվել, կարող են ուրեմն դժվարությամբ լուծվել, բայց մենք դրա ճանապարհը գիտենք։ Մյուս հանգամանքը մեր ինչու պիտի մեզ մենք չենք եղել պետական համայնքային պաշտոնյաներ, մենք այդ պետական ու համայնքային գույքից չենք յուրացրել, չենք տարել մեզ համար ապօրինի գույք սարքել։ Մենք չենք ուզում վերադառնալ երբևէ կառավարած լինելու դեպքում, հա, իբր թե վերադառնալ եւ նորից վերատիրանալ այդ ռեսուրսներին եւ լծակներին։ Սա է ամենակարևոր հանգամանքներից մի քանիսը, որոնք ես սրանք էին, որոնք կամեցա թվարկել։ Իհարկե, առաջիկայում մենք դեռ էլի հնարավորություն կունենանք ավելի հանգամանորեն անդրադառնալու եւ ծրագրին, եւ մեր անելիքներին, եւ մեր մեթոդներին, բաց լինել, թափանցիկ լինել, հաշվետու լինել, չսպասել, որ մարդիկ հարցնեն, թե այս, ասենք թե հրապարակի միջոցառման համար ինչ ծախս է կարել։ Մինչև հարցնելը բոլորը պիտի տեսնեն, թե այդ ծախսը ինչպես է արվում։ Մինչև ծախսը անելն էլ մարդկանց հարցվելու է, թե ժողովուրդ ջան, ավանդաբար ստեղ այս տեսակ միջոցառում է եղել։ Հասկացանք, գիտենք դա։ Հələ մի հատ հուշեք էլի մեզ։ Տեսնենք ուրիշ ինչ եք պատկերացնում, բերեք կատարելագործենք էլի։ Դա վերաբերվում է բոլոր հնարավոր ծառայություններին, որտեղ մենք հանրային մասնակցությունը դարձնելու ենք իրական։ Չի լինելու այնպես, որ քաղաքացիները ընտրությանը մասնակցեն, տեղական ինքնակառավարմանը մասնակցեն ընտրությունից ընտրություն։ 5 տարի ձեռները թափ տան մինչև հաջորդ քարոզարշավը։ Պարոն Բարսեղյանը խոսքը սկսեց հենց արժեքային տրամաբանությամբ, շեշտելով այդ արժեքները, կցանկանայի այս պատասխանի նաև դրան նախորդած հարցի տրամաբանության մեջ նաև ձեր կարծիքը, հա, լսել պարոն Բաբաջանյան, համեցեք այդ արժեքային տարբերությունները որոնք են այս դեպքում։ Դե արժեքային ընդհանրապես Եվրոպական միության անդամակցելու նպատակները, որոնք մեզ միավորել են, մեծ հաշվով ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների ընդհանրության շուրջ ենք մենք հավաքվել եւ պետության զարգացման, պետության առաջխաղացման, պետության հարատևության մենք շատ պարզ հանգամանքներ կարող ենք մատնանշել։ Ժողովրդավարությունը դրա օրինակ առանցքայինն է, մարդու իրավունքներ եւ քաղաքակրթական այն ընդհանրությունը, որ ունենք Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ, սա այն է, ինչ մեզ միավորում եւ տարբերում է մեծ հաշվով մյուս դերակատարներից եւ մյուս խաղացողներից։ Եվ այս ամեն ինչը իհարկե գալիս ամբողջանում եւ այսպես որպես մեկ առանձին ուղղություն խաղաղություն եւ անվտանգության հարցերի վերաբերյալ մեր պատկերացումներն է որոշակիացնում, որտեվ օրինակ իմ համոզմամբ այն ինչով մենք հիմա Գյումրիում զբաղված ենք,
Հայաստանը ներքուստ ամրապնդող կարևոր գործընթաց է։ Ժողովրդավարությունը եւ պետականությունը Հայաստանում հավասարազոր իրողություններ են։ Ժողովրդավարությունը հանես, պետություն չի լինելու։ Այդ դրա համար մենք ահռելի ջանք պիտի գործադրենք, որպեսզի ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնենք, որպեսզի պետության հարատևությունը կարողանանք ապահովել։ Ինքն էլ իր հերթին խաղաղություն ապահովող գործընթաց է, որտեղ մեծ հաշվով մենք հիմա շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց եկեք անկեղծորեն ուզում եմ այստեղ մենք բացենք առանց ուժեղ դաշնակիցների, որոնք Հայաստանին դիմակայունություն եւ կարողություն կտան, անհնար է հասնել այն խաղաղության, որ մենք ենք պատկերացնում։ Հետևաբար այն օրակարգը, որ մենք ենք բերում, իրականում խաղաղություն բերող օրակարգ է։ Եվ այս խոսակցությունը, այս ընտրությունները մենք նաև փորձում ենք օգտագործել այս նպատակները եւ այս հանգամանքները մարդկանց իրազեկելու համար։ Հետևաբար այդ բաղձալի խաղաղությունը մեծ հաշվով առանց մեր օրակարգը առաջ մղելու, առանց մեր օրակարգը հաշվի առնելու չի լինելու, որովհետև Հայաստանի խաղաղության շանսը ուժեղների դաշնակից լինելն է, ուժեղների հետ ուրեմն անվտանգություն կիսելն է, եւ կարծում եմ, որ մենք արդեն այս ընկալումը ունենք մեր հանրության մոտ։ Հիմա դա նաև կոնկրետ Գյումրիում քաղաքական կապիտալի, քաղաքական քվեի վերածելու ժամանակն է։ Մասնակցությամբ Եվրադաշինքի Գյումրին ուժեղանում է, անկախ արդյունքներից։ Ես կարծում եմ, որ մասնակցությունը նաև քաղաքական որոշակի տրադիցիա է բերում, եւ այս առումով դաշինքը նոր հետաքրքիր քայլ է անում։ Իսկ քայլի հետաքրքրությունը նրանում է, որ Լևոն Բարսեղյանին առաջարկել են գաղափարական նույնականություն ունեցող 3 կուսակցություններ։ Մի կուսակցություն չի, 3 կուսակցություն միացել է ու առաջարկում է մարդու, որը կուսակցական չէ, որը հասարակական գործիչ է։ Ինչու՞։ Որովհետև Լևոն Բարսեղյանը նույնչափ եւ նույնքան երկար ժամանակ ընդդիմադիր է, ինչքան այստեղ ամենատարեցը երևի ես եմ, ինչքան ես, այսինքն ինչքան ինձ հիշում եմ ընդդիմության մեջ, նույնչափ Լևոն Բարսեղյանն է ընդդիմության մեջ եւ պայքարում է անարդարությունների դեմ, նախկին են, ներկա են, միջանկյալ են, ինքը պայքարել է բոլոր անարդարությունների դեմ։ Այսինքն կերպով արդար մարդ է, կերպով ազնիվ մարդ է։ Երկրորդ Լևոն Բարսեղյանը լավագույնն է տիրապետում համայնքների, համայնքային կառավարման խնդիրներին եւ համայնքային օրենքներին։ Ես ես ասում եմ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության շրջանակներում կամ այդ մակարդակով։ Լևոն Բարսեղյանը, ասենք, շատ լավ գիտի Բրյուսելի տեղական ինքնակառավարման օրենքը, դրա առավելություններն ու թերությունները։ Այս գերկարևոր պոտենցիալ է, գիտելիք է, որ արժի դասավանդել։ Եվ նման գիտելիք ունեցող մարդուն պիտի վստահես, որ իր սեփական օրինակով տեղական ինքնակառավարման մարմինները ոտքի անի եւ իր սեփական օրինակով պետական իշխանություններին պարտադրի այդ տեղական ինքնակառավարման մարմինների օրենքներում փոփոխություններ անի։ Իսկ որ Լևոն Բարսեղյանը այդ կարող է անել, ինքը կարող է բոլորին անհանգստացնել, կարող է գնալ դռներին կանգնել, բողոքել, բարձրաձայնել, մինչև հասնի իր նպատակին, կարծում եմ այդ առումով նաև գյումրեցին գիտի, ճանաչում է Լևոն Բարսեղյանին։ Հետևաբար այս ընդհանրությունը բերում է մի հանգամանքի, որ իսկապես Լևոն Բարսեղյանը արժանի է Գյումրիի քաղաքապետ լինելու։ Ես չեմ թերագնահատում մնացած տեխնացուներին, որովհետև բան էլ չեմ ուզում ասեմ այդ ուղղությամբ, բայց ես ասում եմ, որ Գյումրի քաղաքի լավագույն քաղաքապետը այսօրվա
ներքաղաքական իրավիճակների հետ կապված, արտաքին քաղաքական տեսլականի հետ կապված լավագույն տեխնացուն Լևոն Դբարսեղյանն է։ Եվ ես հանդիպման ժամանակ էլ ասացի, որ ես համոզված եմ, որ Լևոն Բարսեղյանը պատրաստ է Գյումրիի քաղաքապետ դառնալու։ Ես չգիտեմ, գյումրեցին պատրաստ է Լևոն Բարսեղյանի նման քաղաքապետ ունենալու։ Ես շատ կուզենամ, որ գյումրեցին պատրաստ լինի ու դրանից ոչ միայն Գյումրին կօգտվի նաև Հայաստանի Հանրապետությունը, կօգտվեն նաև ուրիշ համայնքները, որտեղ Լևոն Բարսեղյանը խնդիրներ է լուծելու, որոնք օգտակար են լինելու նաև մյուս համայնքների համար եւ նաև Հայաստանի Հանրապետության համար։ Պարոն Խզմալյան, դուք այս ընտրությունների նշանայնությունը ինչով եք պայմանավորում, հա? Օրինակ վստահ եմ տեղյակ եք, որ ելի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի առաջնորդը Գյումրիում ազդարարեց, որ սա վերջին մենամարտն է թալանը օրինակ պահելու կամ փրկելու համար։ Ձեզ համար ինչ նշանակություն եւ տրամաբանություն ունի այս ընտրությունը։ Նա ճիշտ է ասել։ Նրանց համար սա վերջին պայքարն է եւ ես վստահ եմ իմիջիալոց անկախ նրանից, թե ինչպես կավարտեն այս ընտրությունները։ Գյումրին հիմա եզակի հնարավորություն ունի դառնալ առաջին եվրոպական քաղաքը եվրոինտեգրվող Հայաստանում։ Հայաստանը եվրոինտեգրվելու է անկախ նրանից, ինչ ընտրություն կանի Գյումրին։ Եվ եթե Գյումրին չընդունի Լևոն Բարսեղյանին հիմա, ավելի վատ եւ Լևոնի եւ մեզ եւ Գյումրի համար բոլորի համար վատ։ Եթե Գյումրին ընդունի, բոլորի համար ավելի լավ, որովհետեւ Հայաստանը չունի այլ ճանապարհ։ Եվ մենք իհարկե կօգնենք ոչ միայն ճառերով։ Մենք ի վերջո իզուր չէ որ եվրո դաշինք ենք։ Երևանը պատուհաս է դարձել Հայաստանի համար։ Այդ գերկենտրոնացումը աղետալի է պետության համար եւ մենք վաղուց առաջարկում ենք թեթևացնել այդ բեռը ու շատ տրամաբանական է որ մենք ամեն ինչ կանենք որ այդ ապակենտրոնացումը կենտրոնախույս շարժումը որը իմիջիալոց եվրոպական դեմոկրատիայի արմատն է Եվրոպան որպես պետություն քաղաքների համայնք էր համայնքների միություն էր հավաքվում համայնքներն են կարևոր եւ Գյումրվա օրինակի վրա դա ապացուցել Լևոնը իզուր չէ որ օրինակներ է վերում այդ քույր քաղաքներին նա զգուշորեն է ասում բայց իհարկե մենք ամեն ինչ կանենք որ Լևոնի հաղթանակի դեպքում մենք մեր միջոցներով, մեր ուժերով, մեր կապերով բերենք ցույց տալու համար գոնե որ տեսեք ինչ կարելի է անել մի քաղաքի հետ, որը առաջինն էր 88 թվին բացել ոչ միայն Հայաստանը, ամբողջ սովետական միությունը աշխարհի բոլոր դրոշների համար, չէ՞։ Այստեղ երկիր չէր մնացել, որ օգնություն չբերեր օթանավերը, Իսրայելի ռազմական օթանավներ առաջինը, որը խախտելով սահման առանց թույլտվության եկավ առաջին անգամ սովետականություն այստեղի չան։ Ամերիկյան նախագահի ընտանիքն էր այստեղ։ Մենք դա չենք մոռացել, մենք մեծացել ենք այդ ամեն ինչով։ Այսինքն հիմա այդ մուրացկանության շրջանը վերջացնել եւ դարձնել Գյումրին հպարտ, արժանապատիվ, դոնոր քաղաք մշակութային առումով, տնտեսական առումով, դա միանգամայն հնարավոր է։ Խոսքը միայն մի բանի մասին է։ Երբ հիմա երկու շաբաթից սկսել, թե սպասել դառնալ վերջինը 2 տարի հետո։ Բանալին ձեր ձեռքն է, ժողովուրդ։ Դուռը սա է։ Մենք սպասում ենք, որ դուք ճիշտ ընտրություն կկատարեք։ Պարոն Բարսեղյան, իհարկե որքան էլ որ մենք խոսենք քաղաքների գրագետ համաչափ զարգացման, ապակենտրոնացման մասին եւ այլն, այնուամենայնիվ նաեւ շատ հարցերում, ինչպես դուք նշեցիք, տեղական ինքնակառավարման մարմնում իշխանությունը չունի այն լիազորությունները, որոնք ունի կենտրոնական իշխանությունը։ Հետեւաբար, այստեղ կենտրոնական իշխանության Ինչպես դուք նշեցիք, արժեքային ընկալումները, պատկերացումները, տեսլականը եւ ամեն ինչ շատ առանցքային նշանակություն կարող են ունենալ։ Ես մի օրինակ բերեմ, դուք կշարունակեք, ինձ թվում է։ Ես նախորդ շաբաթ օրինակ Մեղրիում եմ եւ երբ հարցնում եի իդեպ ոչ միայն այնտեղի բնակիչներին, այս տեսակ պարզունակ խնդիրների վերաբերյալ, թե ինչի կան այս խնդիրները, առաջնային պատասխանը այն էր, որ Մեղրին հեռու է Երևանից, հա։ Նույն տրամաբանությունը կարող գործել նույն Գյումրիի դեպքում, հա։ Դուք կարող եք շատ լայն, մեծ
մտքեր, ցանկություններ ունենաք իրավիճակ փոխելու տեղում, բայց կենտրոնական իշխանությունից կամ լավ, կենտրոնական իշխանությունից չէ, ընդհանուր ընկալումը լինի այս պարզունակ մոտեցումը, որ Հայաստանում կա հեռու տարածք։ Տարիներ առաջ, երբ Սյունիքում, Մեղրիում տեսա, որ մեքենայի վառելիքի գինը ավելի թանկ է, քան Երևանում, զարմացել էի, էլի, ասում էի, լավ, Իրանը կողքը ինչու է այս վիճակը, հետո հասկացա, որ դրա պատասխանը բան է, իներցիոն է եւ շատ հասարակ բան է, էլի, Երևանից հեռու է եւ վերջ։ Հա, ուրեմն շատ լուրջ խնդիրներ կան տեղական ինքնակառավարման հետ կապված Հայաստանում եւ շատ վաղուց կան այդ խնդիրները։ Սրանք վերհամայնքային խնդիրներ են, պետական մակարդակում, ազգային ժողովում, կառավարությունում լուծելի խնդիրներ են, որոնց մասին միշտ եմ ես խոսել, հրապարակումներ արել եւ պետական պաշտոնյաների, падգամավորների հետ հանդիպելիս հանգամանորեն բացատրել եմ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հեղափոխությունից հետո։ Դժբախտաբար գլխավոր խնդիրը անհամաչափ զարգացումն է։ Մենք ունենք բնակչության տեղաբաշխման շատ անտուր պատկեր, երբ Երևանը կեր բնակեցված է, իսկ մի շարք տարածքներում Աշոց կամ Ասիա իրար հետ 13000 բնակչություն ունի, ինչը խայտառակ մեծ նոսրություն է արևելյան սահմանների վրա եւ այլն։ Ուրեմն կառավարման կենտրոնացվածությունը, երկրորդ խոշոր խնդիրը, պետական իշխանությունները արդեն 25 տարուց ավելի է խոսում են, որ ապակենտրոնացում է տեղի ունենալու։ Ահա քիչ մնաց, ահա կանենք, ահա շուտով, ահա կխոշորացնենք համայնքները, հետո կսկսենք խոսքը լիազորությունների վերաբաշխման մասին է, երբ պետական իշխանությունը ասում է ժողովուրդ ջան, ձեր քաղաքի դպրոցներն են, հիվանդանոցներն են, դուք էլ պետք է կառավարեք, գիտելիք չունեք, մենք ձեզ կօգնենք, ձեր մասնագետներին կպատրաստենք, փողը կտանք, դուք կկառավարեք, մենք էլ կվերահսկենք, պետությունը պետք է վերահսկի փողերը։ Չի անում, պահում է այդ ամբողջ համակարգերը կրթություն, առողջապահություն, ուրեմն մշակույթ եւ մշակույթի մեծ մասը եւ իհարկե սոցիալական ապահովության համակարգը ըստ էության, այնինչ դրանք վաղուց կարող էր վերաբաշխած լինել։ Լիազորությունները իրենից կտրել տար եւ ինքը զբաղվեր միայն այն հարցերով, որոնք վերաբաշխել չէր կարող։ Բանակն է, ազգային անվտանգություն, հետախուզություն, ակահետախուզություն, դատախազություն եւ այլն։ Սա ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարման բերելու ճանապարհն է, ինչի մասին մի քանի անգամ գրավոր ու բանավոր ուղարկել եմ ուրեմն իմ նկատառումները իշխանությունների եւ պարտադիր չէ որ իմը լինեն։ Իրենք զարգացած երկրներում, զարգացած ասենք թե այն երկրներում, որտեղ մարդիկ լավ են ապրում ընդհանուր առմամբ, դրանք տարբեր ցուցանիշներով երևում են, շնչին ընկնող համախառն ներքին արդյունք եւ այլն։ Այդ երկրների փորձը որ բացեն նայեն, բացեն տեսնեն, կտեսնեն, որ տեղական ինքնակառավարումը անհամեմատ արդյունավետ է այնտեղ, որովհետեւ համակարգումը արվում է այնպես, ինչպես քիչ առաջ նկարագրեցի։ Ոչ թե տեղական ինքնակառավարումը պահվում է պետական ձեռքերում եւ ուշադրությունը դրան դարձվում է ամենավերջում։ Պատկերավոր ասեմ, պատկերացրեք, պետությունը կանում է գործի, սեղանի վրա բազմաթիվ թղթեր ու թղթապանակներ են լցած, մեկը սահմանազատումն է, հայ-ադրբեջանականն է, то չգիտեմ Մոսկվան է, ՍՆ է, սկսում է աշխատել, երեկոյան կողմ հասնում է տեղական ինքնակառավարման թղթապանակին, ասում է աղբորպես էս դրեք եկուց կխոսանք էլի այս մասին, ու ամեն օր նույն պատմությունն է։ Ամեն օր նույն պատմությունն է։ Խոշորացումը Հայաստանում ընթանում է արդեն 11-րդ տարին է, 14-ից մինչև 25, այս ամբողջ ընթացքում խոստացվել է, որ ապակենտրոնացում է տեղի ունենալու լիազորությունների վերաբաշխում, թե ինչ է վերաբաշխվել, մնում է առեղծված։ Սա պիտի տեղի ունենա համայնքների ֆինանսական համահարթեցման մասին օրենքը, որը վաղուց կա, որով պետական բյուջեից դոտացիա է հատկացվում համայնքներին, աշխվում է կոնկրետ բանաձևով, շատ վատն է, ամեն անգամ նորոգվում է դա, ամեն անգամ լրացվում, փոփոխվում է, բայց այնուամենայնիվ համայնքները մնում են խեղճ աղքատիկ համեմատած մայրաքաղաքի հետ։ Առնվազն շնչին ընկնող համայնքային բյուջեները կարող են մարդիկ վերցնել, համեմատել, Երևանի դեպքում իհարկե պետական կրթությունն ու առողջապահությունը դուրս բերել, որպեսզի համեմատությունը լինի ողջամիտ, հա, եւ կտեսնեն, որ 2, 3, 4 անգամ համայնքներ կան, որտեղ շնչին ընկնող համայնքային բյուջեն փոքր է, քան Երևանում է շնչին ընկնող համայնքային բյուջեն։ Սա նշանակում է, որ նույն ծառայությունները Գյումրիում 3 անգամ ավելի պակաս է մատուցվում կամ ավելի բանային քիչ են, քան թե Երևանում, մեկ ուրիշ համայնքում 4 անգամ։ Դրա համար Երևանը կարող է իրեն թույլ տալ մանկապարտեզը անվճար ունենալ, ավականու անդամները կարող են հենց այնպես փող ստանալ, օրենքի մեջ չկա նման բան, բայց ստանում են։ Հա, իսկ Գյումրին չի բազմաբնակավայր համայնքներում չեն կարող
ավականու անդամները ստանալ այդպիսի գումարներ, երբ պիտի շրջեն 20, 30, 38 բնակավայր, որպեսզի բարեխիղճ ավականու անդամ լինեն, հա։ Եթե չկա այդ գումարը, ավականու անդամը աչքաշում կանգնում է, այսպես ասած, շատ գնում մասնակցում է ավականու նիստերին եւ համայնքի ամբողջական պատկերին չի տիրապետում կամ շատ քիչ է տիրապետում։ Մի խոսքով, սրանք բավականին բարդ ու խոշոր խնդիրներ են, որոնք պիտի պետական մագարտակում լուծվեն, բայց եթե սպասում ես, որ պետական մագարտակում պիտի լուծվի, դա երբեք չի լուծվելու։ Ես որպես ավականու անդամ, որպես մասնագետ այս ոլորտի իմ ջանքը տրել եմ հետևողականորեն։ Ես հələ հաղորդումներն ու հարցազրույցները չեմ ասում, հոդվածներս չեմ ասում, ես խոսում եմ առերես խոսակցությունների մասին պետական իշխանության մարմինների հետ։ Արդյունքը այս փոփոխությունների մասով շատ խորհրդանշական է ցավոք։ Հիմա դուք պատկերացրեք համայնքներ, որոնց համայնքապետերը համոզվում են այսին բացատրածի մեջ, հավաքվում են, իմի են գալիս, կապ չունի, ԿՊ-ից են, ԿՊ-ից չեն եւ էդեական չէ։ Հավաքվում են, ասում են ժողովուրդ, վերջապես բերեք պետական իշխանությանը անհանգստացնենք, ասենք այս արմատական բարեփոխումներն արա, որպեսզի համայնքները սկսեն մարդավարի շնչել, ամեն անգամ ձեռները տնկած չգնան, էլի պետական իշխանության դուռը, թե մի քիչ փոխտուր ճամփեն, մի քիչ փոխտուր բան անենք, մանկապարտեզը էս այնը։ Պատկերացրեք ավականիների խմբերը 71 համայնքների, ինչ որ լավ 49, լավ 39 կոնե համախմբվեն, ունենանք այդպիսի մի գաղափարական համաձայնություն, որը կկարողանա պետական իշխանությանը, թե վերջը падգամավորները երկնքից չեն ընկել, ամեն մեկը մի համայնքից, մի գյուղից, մի քաղաքից մարդիկ են։ Այս մարդկանց բացատրվի, որ եկեք արմատապես փոխեք տեղական ինքնակառավարումը, դարձրեք ավելի հզոր, իսկապես տեղական, ոչ թե լինի տեղական գծիկ պետական ինքնակառավարում, այդպես չպիտի լինի։ Ես ներողություն պիտի խնդրեմ, ասելով, որ որևէ կուսակցություն այս դաշինքը կլինի ավելի լավ է պետական ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո քարոզարշավի նախընտրական ծրագիր բան, սիրով ես ծառայելու եմ անհատույց տեղական ինքնակառավարման բարելավման գաղափարները նախընտրական ծրագրի մեջ մտցնելու համար, հարգելի գործընկերներ, խնդրում եմ սա նկատի ունենալ, առանց որակյալ տեղական ինքնակառավարման, առանց համաչափ զարգացման, առանց ապակենտրոնացման մենք առողջ մարմին չենք ունենալու։ Ես էլ ասեմ ավարտեմ, պատկերացրեք մարդ, որը մարզում է միշտ աջ ձեռքը, ոչինչ ուրիշ չի մարզում։ Այդ մարդուն հանում են շատ լուրջ սպորտային մրցումների, ինչ է լինելու, հետևանքը անմիջապես տապալվելու է։ Այսպես պետություն պահել չի կարելի։ Ինչքան էլ հզոր լինես, ինչ էլ լինես, եթե դու կենտրոնացել ես մեկ համայնքի վրա, գերկենտրոնացված, խայտառակ խնդիրներով, Երևանի մասին եմ խոսում, հա, նոսրացող, թուլացող, ոչնչացող գյուղերով ու քաղաքներով, ընտանիքներ կան, որոնք մանկապարտեզի բացակայության պատճառով գյուղը թողել գնացել են քաղաք, որպեսզի երեխեքին տան մանկապարտեզ, ծնողները կարողանան աշխատեն։ Ով է հետազոտել, թե քանի այդպիսի ընտանիք է թողել հեռացել գյուղից ու բանից։ Սա շատ լուրջ խնդրեմ է եւ սրան պիտի մարդավարին այլ։ Ես եթե ինձ հարցնեն, երևի թե 3 գոյաբանական խնդիրներից մեկը սա է։ Որակյալ տեղական ինքնակառավարում, ծնելիություն, սա էլ է սրա հետ շահկապված։ Ու էլի ահագին բաներ, բայց առաջին երյակի մեջ ես նկատում եմ տեղական ինքնակառավարումը։ Հիմա Գյումրու վրա գալով այս տեսանկյունից, ասեմ, որ սա մի մոդել է, փոքրիկ նմուշ է, օրինակ է, որտեղ մենք ուզում ենք փորձել շտկել այս թերությունը, բայց հասկանում եք, որ հա ներսի ռեսուրսներով ներսի խնդիրները, բայց համապետական մասշտաբով պետական իշխանությանը ասելիք փոխելիք կա, պարտադրելիք կա, որ ինքը իր մոտեցումները փոխի։ Կներեք, եթե երկար ստացվեց։ Պարոն Սաքսյան, հենց նաև Եվրադաշինքը այդ նոր մշակույթի նոր մոդելի կառավարման հարաբերվելու, թեկուզ քաղաքական արշավ վարելու մասին է նաև։ Այո, գաղափարական դաշինքներ Հայաստանում շատ քիչ են ձևավորվել, որովհետև Հայաստանի նախորդ ընտրությունները միշտ եղել են ընդդեմի։ Ցավոք սրտի հիմա էլ որոշակի բևեռներ աշխատում են ընդդեմի։ Այսինքն Գյումրիում հաղթենք, որ գնանք Երևանում հաղթենք։ Երևանում էլ ասում են Երևանում հաղթեցինք, հիմա գնանք Գյումրիում հաղթենք։ Այս ընդդեմի գաղափարախոսությունն է աշխատում, իսկ ընդդեմի գաղափարախոսությունը հայ իրականության մեջ երբեք լավ տեղ չի բերել։ Վերցրեք, ասենք, պարզ օրինակ, որ հանրության համար ընկալելի լինի Սարոյան եղբայրները։ Այդ ֆիլմում, երբ որ եղբայրները հակադրվեցին, կորցրեցին պետականությունը,
եկավ սովետական միությունը առանց պետականության։ Դրա համար մեր դաշինքն աշխատում է հանուն քաղաքակրթական այն արժեքների, ինչը ունեցել են մեր պապերը, մեր ապու պապերը։ Մենք եվրոպական մշակույթի ժողովուրդ ենք այդ մտածելակերպով։ Մենք արդարության նման մոդել ենք ուզում։ Մենք ժողովրդավարության նման մոդել ենք ուզում։ Նույնիսկ Հայաստանի երրորդ հանրապետության մեջ կանայք պատգամավորներ են եղել եւ ընտրելու իրավունք են ունեցել։ Այն դեպքում, որ եվրոպական շատ երկրներում դեռ կանայք ընտրելու իրավունք չունեին։ Առաջին հանրապետության պարագայում, այո։ Այսինքն սա որոշակի ունեցած մշակույթի քաղաքական դաշտում որոշակի եղած արմատների մշակութային հետ վերադարձ է։ Եթե քաղաքականության մեջ ես, ապա քեզ միավորողը, բաժանողը պիտի լինի գաղափարը։ Դաշինքներ, կոալիցիաներ պիտի ձևավորվեն գաղափարի վրա, ոչ թե ընկերական շրջապատի, սեփական շահի, ունեցած տեղում ազդեցության, քուչում հարգվածության, այլ գաղափարի վրա։ Ինչ գաղափարի է սարայում։ Այո։ Եթե գաղափարական թիմեր են ձևավորվում, այդ դեպքում քաղաքական դաշտը դառնում է հստակ, որովհետև այդ գաղափարները առանձնապես շատ չեն։ Իսկ եթե ոչ, ունեն մենք այսպես 100-ից ավել կուսակցություններ, որոնք քնում են, ընտրությունից ընտրություն արթնանում ու աչուրդի են դուրս գալիս, թե գիտեք մենք կուսակցության թուղթ ունենք, արեք մեզնով առաջադրվեք։ Այսօր այդպիսի առաջադրվածներ նաև Գյումրիում կան, մարդիկ, որոնց գյումրեցին նոր է ծանոթանում, եւ այդ մարդիկ հավակնում են Գյումրիի քաղաքապետ լինել, եւ ցավոք սրտի նման մարդիկ կարողանում են որոշակի ձայներ փոշիացնել, ինչով փչացնում են ընտրության բովանդակությունն ու իմաստը։ Այստեղ պիտի ամբողջությամբ երկրորդեմ պարոն Սարգսյանին, մենք մեծ հաշվով միակ ուժն ենք, որը մերժում է այն բոլոր պատճառները, որոնք Գյումրին հասցրել են այսօրվան, նախկինները, եւ նրանք, ովքեր որ ձախողել են ներկայում ինչ-որ բան փոխելու, եւ այդ գործանարար անցյալի ու ձախողված ներկայի միջև մենք ընտրում ենք ապագան, մենք ընտրում ենք այն տեսլականը, որ մեր ծրագրում նկարագրել է մեր թեկնածուն, որը ներառում է քաղաքի հիմնական խնդիրները։ Ես երեք առիթ ունեցա պարոն Բարսեղյանի հետ քաղաքի մի քանի նշանային այսպես խնդիրներով հարուստ կետերում լինել եւ լսել, թե ինքը ինչպես է պատկերացնում դրանց լուծումները։ Ես ուղղակի ապշած եմ Գյումրիում ունենալ այս որակի կոմպետենտություն եւ լուծումների այս հարուստ ներկապնակ ունեցող գիտակ մարդ եւ իրեն այս պատասխանատու պաշտոնը միջև հիմա չվերապահել։ Հույս ունեմ, որ մեր դաշինքի առաջադրումը հիմնավորապես կփոխի մեր գյումրեցիների, մեր հայրենակիցների պատասխանատվության աստիճանը։ Նրանք նախ դուրս կգան տներից, որովհետև մեր մասնակցությունը ըստ էության ամբողջ խաղի տրամաբանությունն էլ փոխել։ Մենք ասում ենք, որ այլևս ձեր այս նախկին ներկա տրամաբանությունից դուրս ենք եւ եկեք տվեք մեզ այդ շանսը, որովհետև գիտենք, որ մեզ քվեարկողը փոփոխություններ է ուզում։ Առնվազն նրանք փոփոխությունների ջատագով են եւ նրանք խռոված են իրենց հույսերը չարդարացրած քաղաքական գործող ուժերից եւ նրանք իրավունք ունեն ուրեմն խռոված լինելու, բայց իրավունք չունեն մեզ այդ հնարավորությունը չտալու։ Ուրեմն խնդրում եմ, որպեսզի այս առաջիկա 2 շաբաթներին առավել ուշադիր լինեն մեր ուղերձներին, մեր ծրագրերին, մենք ամեն առիթով վստահ եմ պարոն Բարսեղյանը հիմնական խնդիրների վերաբերյալ կունենա
հանդիպումներ առանձին, որտեղ չենք ունենա տեսախցիկներ, որտեղ անկաշկանդ խոսելու հնարավորություն կունենան թե պարոն Բարսեղյանը, թե մեր գյումրեցիները, եւ թե իհարկե նաեւ լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի բոլոր հարթակները օգտագործելու ենք, որպեսզի մեր տեսլականը, մեր պատկերացումները հասանելի դարձնենք գյումրեցիներին եւ Գյումրին, ինչպես պարոն Սարգսյանն է ասում, 10 տարի հետո Երևանից շատ ավելի բարեկեցիկ, շատ ավելի ցանկալի քաղաք պիտի դառնա, այո, կենսամակարդակով։ Շնորհակալություն։ Եվ պարոն Խզմալյան, ամփոփիչ խոսք եք ասում։ Ես չեմ ուզում հակադրել Գյումրին Երևանին կամ որևէ մեկ այլ բանին, դա միակ կետն է, որտեղ միգուցե չհամաձայն եմ գործընկերներիս հետ։ Այո, Գյումրին պետք է սկիզբ լինի։ 20-րդ դարի հայ մարդու պատկերն էր Գիգորը, որբը, Գիգորը որբ չէր, բայց հավաքական կերպարը։ Մեծագույն որբանոցը աշխարհի Գյումրիում էր։ Ժամանակն է դուրս գալ այդ որբանոցից։ Ինչ բան է եվրոպական Հայաստան, ինչ բան է Եվրոպա, դա պատասխանատվություն է, դա հաշվետվությունն է, դա թափանցիկությունն է, դա այն չէ, որ ես գալիս եմ ընտրեք ինձ, ես ձեր հարցերը կլուծեմ, ոչ, ես գալիս եմ, որ օգնեմ, որ մենք միասին լուծենք մեր բոլոր հարցերը, մենք գործընկերներ ենք, այս կեղծ պատրոնաժը, որ մեզ մոտ է փողերը, մենք ձեզ փշրանքներ կտանք, կապրեք մեկ, երբ վերջացավ էս, 21-րդ դար է սկսվում, հիմա է սկսվում, դա չի համընկնում բաների, մեր 20-րդ դարը 15 թվի Եղեռնից սկսվեց, մինչև այդ 19-րդ դար էր, մարդիկ չէին պատկերացնում ինչ բան է, այդ Եղեռնու դարը հիմա է ավարտվում նրանով, որ Հայաստանը այլևս պոլիգոն չէ, այլևս որբանոց չէ, եւ Գյումրիից դա պետք է սկսվի, ահա ինչու ենք մենք Գյումրիում, ահա ինչու Աստված Գյումրիին տվեց այսպիսի թեկնածու, ահա ինչու մենք երեքս հավաքվեցինք եւ առաջին անգամ միասին քաղաքական գործողություն են կատարում, ստորագրահավաքից հետո իհարկե, որը մեզ հավաքեց, հիմա մենք արդեն քաղաքական աշխատանքի ենք լծվել Գյումրիում եւ դա Աստծո նշան է, այ ինչու մենք նստած ենք սրբագույն տաճարների կողքին։ Այդպես որ սա Աստծո կամքն է, ես վստահ եմ։ Մենք վստահ ենք միայն Աստծուն, որովհետև ուրիշ ոչ մի բան վստահելու չունենք։ Մեր ուժերին, ինչպես հին ասպետներն ասում են, իմ բազուկն ու Աստված, կամ Աստվածն ու իմ բազուկը։ Շնորհակալություն։ Քննարկման մասնակիցներն էին Գյումրու հավաքանու արտահերթ ընտրություններին Եվրադաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանը, այդ դաշինքը կազմավորած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Գյումրին մեր ուշադրության կենտրոնում է։